Հաջորդ գլուխը դարձյալ մենք դրա վրայով շատ արագ պետք է գնանք, որտեղ դուք առաջի կուրսում դա էլի անցել եք։ Դուք դետերմինանտ հաշվելու երկու բազային մեթոդ գիտեք։ Հաշվումը եռանկյան մեթոդով եւ Լապլասի կանոնով։ Եռանկյան մեթոդը որն էր։ Մատրիցը բերում էինք եռանկյուն տեսքի, եռանկյուն տեսքի բերելուց հետո հաշվում էինք անկյունագծի վրայի տարրերի արտադրյալը։ Նայեք, այս մատրիցը հաշվենք դետերմինանտը։ Ինչպես ենք հաշվում։ Նայեք, մեր նպատակն է այս հատվածում, այսինքն գլխավոր անկյունագծից ներքև անգած այս հատվածում բոլոր տարրերը զրոյացնել։ Դե ոնց անենք։ Օրինակ կարող էինք այս մեկը զրոյացնելու համար կարող էինք երկրորդ տողին ամբողջ գումարել առաջի տողը, չէ՞, դեպքում են -1-ն ու S1-ը միմյանց չեզոքացնեին։ Տեսեք, այդպես կարելի էր անել։ Սխալ չէ լինի, բայց ավելի լավ մեթոդ չենք տեսնում։ Նայեք հələ այս երրորդ սյանը։ Երրորդ սյունը ինքը արդեն իսկ բացի այս առաջի տարից մնացած բոլորը զրոներից է բաղկացած։ Այսինքն թե երրորդ սյունը տեղը դիրքափոխենք առաջի սյան հետ, սա կգա վերջ, սա կգա սկիզբ, մենք արդեն իսկ տեսեք կունենանք զրոյացրած այս բոլոր 4 հատ տարրերը։ Մենակ մի նրբություն չպետք է մոռանալ, տեսնում եք, մենք ստեղ ան որ կար, երկու ինքը ուներ որոշակի դետերմինանտ, եթե մենք իր երկու սյունները դիրքափոխեցինք, իր դետերմինանտը բազմապատկվեց 1-ով, ուստի այդ գործողությունը անելուց հետո տեսնում եք, որ այստեղ մի հատ -1 ենք ավելացրել, ինչու, որ բալանսը պահպանվի, եթե սա 7 էր դետերմինանտը, դիրքափոխելուց դառավ -7, այստեղ գրում ենք մինուս, որպեսզի այդ -7-ը դառնա դարձյալ 7։ Մեկ էլ ուշադրություն դարձրեք այս աջ մասում, տեսեք մենք ցանկության դեպքում կարող ենք գրի առնել այս գործողությունները անվանում ենք իհարկե սյուների տարրական ձևափոխություններ, համեմատեք մինչև այս մեր դիտարկած տողերի տարրական ձևափոխություններ։ Սյուների տարրական ձևափոխություններ են եւ սա տեսեք գրեցինք C1 C3։ Ինչ ենք անում հետո տեսեք այստեղ 3-ը արդեն մենք ունենք ոչ զրոյական տարր, այստեղ 2 հատ 0 կա, լավ է, մեզ պետք է այս տարրը զրոյացնել։ Զրոյացնենք ինչպես։ Այս տողից հանենք 1/3 անգամ երկրորդ տողը։ Դրանից հետո մենք իհարկե կստանանք այս մատրիցը։ Այս մատրիցի ինչը դուրներս չի գալիս։ Դուրներս չի գալիս, որ այստեղ շատ կոտորակներ կան։ Կոտորակներից ոնց ազատվենք։ Կարող ենք, եթե այս տողը բազմապատկենք 3-ով, այս բոլոր 3 կոտորակները կոչնչանան։ Բայց եթե այս տողը, տեսեք, այս 2-ը կդառնա, 2/3-ը կդառնա 2, 10/3-ը կդառնա 10, -5/3-ը կդառնա -5։ Բայց մեր դետերմինանտը, եթե 3-ով բազմապատկեցինք այս ամբողջ տողը, մեր դետերմինանտը նույնպես 3-ով բազմապատկվեց, չէ՞։ Ոնց անենք, որ այդ 3-ով բազմապատկվելու վնասը չեզոքացնենք։ Դե սկզբից բաժանենք 3-ի։ Այստեղ -1 էր մինչև այժմ, գրենք -1/3։ Ու տեսեք աչի վրա այստեղ գրած է 3/4, այսինքն տարրական ձևափոխությունը արվեց։ Հիմա ունենք այս մատրիցը։ Այս մատրիցի մեջ մի հատ 2 հատ 2 ունենք այստեղ գրած, ուզում ենք այս 2-ն էլ ոչնչացնենք։ Ինչպես։ Այս տողից հանենք այս տողը, հետո վերջի տողից դարձյալ հանենք ահա այս տողը։ Դառավ սա։ Հիմա այստեղ ինչ անենք։ Այստեղ էլ մենք կարող ենք կամ այս տողից, այս տողին գումարենք 1/10 անգամ այս տող, կամ էլ տեսեք, որ սրամիտ բան կարող ենք անենք, ավելի դյուրին։ Նկատեք, որ այստեղ 0 կա։ Այստեղ 0 կա, ապա եթե ես դիրքափոխեի այս վերջի երկու սյուները, C4 դիրքափոխած C5-ի հետ։ Դետերմինանտը միանգամից այստեղ 0 կունենար, բայց չենք մոռանում, որ դիրքափոխենք նշանը կփոխվի։ Մի հատ էլ այ մինուս դեմից ավելացնում ենք։ Ստացանք ահա այս տեսքը։
Այս տեսքը մեզ ինչ է ասում։ Մեր դետերմինանտը հավասար է, ահա այս արտադրյալը, անգամ 2, անգամ 3, անգամ 2, անգամ -1, -6, անգամ -1։ Այստեղ հավասար է 24, ստացվեց մեր մատրիցի դետերմինանտը։ Ստեղ էլ նայեք, մի նմանատիպ օրինակ արածա, բայց արդեն ուրիշ դաշտի վրա։